Հերիկի նախկին դպրոցական շենքում հիմա բնակվում են, բայց տարիներ շարունակ մութ ու խոնավ հարմարեցված դասասենյակներում պարապել են։ Հարևանությամբ գտնվող քարանձավն էլ որպես փայտանոց են օգտագործել։ Նոր ուսումնականում հերիկցի աշակերտները դպրոցական նոր շենք են ունենալու։ Կառուցման աշխատանքները սկսել են գարնանը։ 12 դասասենյակ, մի հատ դահլիճ, տնօրենի կաբինետ, նույնիսկ ասենք տնտեսական սենյակ, իր բոլոր հարմարությունները ոնց որ նախատեսվում է դպրոցի ամենալավ պայմանները, ինչ որ կա, ինչ որ պիտի լինի, ինչ որ պետք է դպրոցի համար, կա ամեն ինչ, սալհանգույցով, կամպյուտերի դասարանով, զինանոցով։ Հերիկի դպրոցական շենքը կառուցվում է Լոս Անջելեսաբնակայերի հովանավորությամբ։ Ծրագիրը կյանքի է կոչվում հայրենասեր հասարակական կազմակերպության ջանքերով։ Համահիմնադիր ամուսինները Ստեփանն ու Նելին հետևում են շինարարության ընթացքին։ Հիշում են Հերիկի դպրոցական շենքի վիճակն ամենավատն էր Քաշաթաղի շրջանում։ Որոշեցին աջակցել գյուղին։ Ինչու ենք կառուցում, ինչու չենք վերանորոգում նախկին շենքը դպրոցի։ Նախկինում Հերիկի ուրեմն դպրոցը մի տան մեջ է գտնված, մի տուն, որը մութ, խոնավ եւ բորբոսնած պատերով էր։ Դրա համար էլ մենք որոշեցինք ընտրել հենց այս գյուղը, քանի որ կարիքը կար։ Մենք գնում ենք կարիքի հետևից, չենք նայում մեզ հարմարություն, դպրոցը Սարի գլխին է, ձորի մեջ է, հարմար կլինի այնտեղ շինանյութ տեղափոխել կամ շինարարները ինչպես այնտեղ ամիսներով կապրեն։ Մենք գնում ենք կարիքի հետևից։ Եթե կարիքը կա, ուրեմն մենք ամեն ջանք ու եռանդ առանց խնայելու քրտնաջան աշխատում ենք, որպեսզի այս ուրեմն մեր ծրագրերը ի կատարածվեն։ Աշխատանքների ավարտին ամբողջ գյուղն է սպասում ամենաշատը Հովիկն ու Նարեկը։ Շինարարները պատմում են, ամեն օր այստեղ են, օգնում են ինչով կարող են, հույսով, որ սեպտեմբերի 1-ին առաջին զանգը հնչելու է նորակառույց դպրոցում։ Ստեփան Սարգսյանը լիահույս է, նոր շենքի բացումը լինելու է նախատեսված օրը։ Տարիներ անց այս հարկի տակ ավելի շատ մանուկներ են դպրոց գալու։ Անձամբ ես եւ ընդհանրապես ամբողջ հայրենասերի եւ կամավորներով եւ նվիրատուներով գոհ ենք աշխատանքի եւ որակից եւ հատկապես ժամանակից, արագությունից, որովհետեւ ապրիլյան քարորիա պատերազմի ժամանակ գյուղի եւ բնակչությունը, արականսերը իհարկե եւ բանվորները եւ նաեւ մեր շինղեկը մի ամիս ու կես, 2 ամիս դիրքերում էին, այնպես որ անխուսափելի էր մի քիչ էլ դանդաղել էր աշխատանքը, բայց հիմա բոլորը վերադարձել են այնպիսի ավինով ու ավելի ջանասիրաբար արագությամբ են աշխատում, որ ինչպես եւ խոսքի ենք տվել, նշված ժամկետներում հանձնվելու է եւ որակն էլ ինչպես նայում ենք դուք էլ ականատես եղեք, ոչ մի վնաս չի գրել, ոչ մի ձեւով չի ընկել։ Մեր համար գիտեք ինչ, դպրոցը կառուցվեց, այո, շատ լավ է, գոհ ենք, բայց վերջնական արդյունքը լինելու է նա, որ այս գյուղը բարգավաճի, բնակչությունը շատանա եւ բալիկների ձայները այս դպրոցից ավելանան ու ոչ թե պակասեն։ Այդ դեպքում կազմակերպիչները եւ հովանավորները, նվիրատուները բոլորը գոհ կլինեն եւ ծրագիրը հաջողված կհամարեն։ Շինարարական աշխատանքներին հիմնականում մասնակցում են գյուղից, հանգամանքը կարևորում են հայրենասեր կազմակերպության համահիմնադիրները։ Դրանով թեկուզ ժամանակավոր, բայց աշխատատեղ են ապահովում գյուղում։ Կրթօջախի տնօրենը վստահ է, հարմարավետ դպրոցը նոր բնակիչներ է բերելու։ Տարիներ առաջ շատերը ստիպված են տեղափոխվել Հերիկից։ Հիմա ներկապային Փառք Աստծո կառուցվում է այս գեղեցիկ հոյակապ դպրոցը եւ կարող եմ ասել, որ այս դպրոցը գյուղի ապագան է։ Գյուղի ապրելու, գոյատևելու միակ օրան, այսպես հիմքը, որովհետև առանց դպրոցի գյուղը չի կարող գոյատևել։ Դա հնուց եկած խոսք է եւ հույս ունեմ, որ այս դպրոցի շուրջը կհավաքվեն շատ ընտանիքներ կգան այստեղ, որովհետև շատ ժամանակ, գիտեք, նախկինում եղել են ընտանիքներ, որոնք ցանկացել են գան այստեղ ապրելու, որովհետև այստեղի բնությունը շատ հրաշալի է, հոյակապ է, բայց շատերին վանել է նախկին դպրոցի խոնավ ու մութ պատերը։ Սա հայրենասեր կազմակերպության հերթական նախաձեռնությունն է Քաշաթաղի շրջանում։ Դրանից առաջ վերակառուցել են Լեռնահովիտի եւ Վուրգավանի դպրոցական շենքերը։ Նարեկ Սահակյան, Հայկ Բաբայան, օր։